ամուսնու եմ տարել։ Ճանապարհից կզնենք կամ ինչ կբարձենք իմ հակրամիր շուտ։ Արագացրու։ Ամեն ինչ լավ կլինի, մի մտածի։ Վարդան, մեքենան շուտ մոտեցրու տանը, շուտ արագացրու, հարցեր վիտոր Վարդան արագացրու։ Մստացի, ասում եմ ինչ լավ կլինի, մի մտածի շուտ փոխի, ախր։ Ինչ-որ ձեներ լսեցինք, բան պատահել։ Ես մեկն է խրը։ Պապասը։ Նվարդի էլ դժբախտ դեպք կա պատահել։ Ինչ ա պատահել, ինչ դեպք։ Մի ավտովթար։ Վարդան, եկար։ Լավ։ Ես ուներին գնում ենք հիվանդանոց, դուք տանը եղեք։ Ինչ են ասում բժիշկները, ինչ ա եղել, ոնց ա վիճակը։ Դեռ ոչ մի բան պարզ չի, կգնանք տեղում ու կհասկանանք։ Չէ, դու մնա երեխաների հետ։ Չէ, պապ, Արսենը քնած է, ես Նարեկի հետ եմ գալիս։ Չեմ ուզում սպասեմ տունը, մինչև դուք զանգեք ասեք։ Էսա շուշուտ բան հագնեմ ու գալիս եմ։ Լսում եմ։ Հասմիկ ջան, ինչ ա եղել։ Ինչ իրար անցում էր ձեր տանը։ Ոնց որ Վարդանն էր, հա մեքենան հանել։ Նվարդն ա հիվանդանոցում։ Գնացին Նվարդի մոտ։ Նվարդը։ Ինչ ա եղել։ Ավտովթար։ Այ քեզ բան։ Լավ, հետո կխոսենք։ Վիրահատում են, ուրիշ նորություն չկա, երևի երկար կտևի։ Ալա։ Մարկոր դեր, նորություն չկա, մենք էլ ենք սպասում։ Տիկին Նվարդը վիրահատարանում ա։ Ինչ են ասում բժիշկները։ Ասում են, որ սպասենք։ Նորություն լինի անպայման կզանգես, հա Լիլիթ ջան։ Լավ, մորքուր հիմա հարմար չի որ խոսեմ, կզանգեմ, որ հարմար եղավ։ Լավ։ Բարեձեզ, ինչ նորություն կա, ինչ են ասում։ Դեռ վիրահատում են, հա։ Դե ծնուրա վիճակը երկար կտևի, երևի պիտի սպասենք։ Լավ։ Մանե հանգստացի։ Այ կտեսնես մամայիդ հետ ամեն ինչ լավ ա լինելու։ Ինչքան պիտի սպասենք Արմեն։ Խնդրում եմ գնա բժիշկների հետ խոսել։
Մանե, ավետիսը խոսացել է։ Սմա վիրահատում են, դեռ մի քիչ պետք է սպասենք, հանգստացի։ Լացելով ոչ մի բան չես փոխի։ Ինչ եղավ, խոսեցիր ոստիկանների հետ։ Հա, խոսեցի։ Եվ Անենց տպավորությունը թե հատուկ գնացել ու մխրճվել է ծառի մեջ։ Մի խոսքով ոչ մեկ ոչ մի բան չի հասկանում։ Ախր ոչ մի մեքենա չի եղել, ոչ դիմացից եկող, ոչ էլ կողքերից։ Լավ, երևի մանրամասները դեռ կբարձեն։ Հայրդ բացի պարտքերից մեզ ոչինչ չի թողել։ Ու ես դեռ փորձում եմ մեր գլուխները բարձր պահել ու գոնե պահպանել են ինչ որ ունենք։ Ես ինչ որ անում եմ քո ու քո քրոջ համար եմ անում։ Եթե ես աղքատության մեջ հայտնվեմ, ոչ մի վայրկյան չեմ ապրի, ինքնասպան կլինեմ։ Ավելի լավ է մեռնեմ, քան թե Խոսքով անհասկանալի է, թե ոնց կարար նման բան լիներ։ Բայց ինչի չէր կարաշում, կարա մի մեքենա դեմը մարդ, չգիտեմ, անսպասելի հազար մի բան կարա լինի, շեխի ճանապարհից ավերատը։ Սա ոչ մի դժբախտ պատահարել չի եղել։ Ամեն ինքնասպանություն է գործել։ Ես համոզված եմ։ Ամեն ուղղակի ուզեցել է ինքնասպան լինել։ Ոնց տենց բան պատահեց, ինչի հենց իրա հետ։ Դե ավելի կարելի է, ամբողջ գիշեր չենք քնել, արված եկել ենք տուն, դու էլ հիմա լացում ես։ Ախր ոչ չլացեմ Արմեն ջան։ Բա ինչ են ասում բժիշկները, ոնց է ինքը հիմա։ Վիրահատությունը բարեհաջող է անցել։ Հիմա ինքը վերակենդանացման բաժանմունքում է։ Ամբողջ գիշեր աղոթել եմ իր համար։ Շնորհակալ եմ Կարինե։ Դու միշտ էլ հոգատար ես եղել։ Լավ, գնամ մի բան սարքեմ, եկեք հաց կերեք, սոված կլինեք։ Ես չեմ ուտելու, ախորժակ չունեմ։ Ամի ինչ ես խոսում, ուզես թե չուզես պիտի ուտես։ Կներես Արմեն, ես հիմա մենակ եմ ուզում մնալ, հետը կուտեմ։ Միևնույնն է, ես ամուսնանալու եմ։ Քո հումորի զգացումը միշտ ինձ սպանել է, գիտես։ Ես կատակ չեմ անում։ Արմեն ինձ արդեն առաջարկություն ա արել։ Ու ես տվել եմ իմ համաձայնությունը։ Անշուշտ Արմենը հարուստ փեսացու է։ Բայց ես չգիտեմ, դու պատրաստ ես կին լինես, մայր լինես, երեխաներ ունենաս։ Հետաքրքիր է դու քանի տարեկան ես, որ ամուսնացար։ Մանե այ դրա համար էլ ես չեմ ուզում, որ դու իմ սխալները կրկնես ու քո կյանքը փչացնես։ Ուզում ես ասել, որ իմ ունելիի պատճառով դու ոչ մի բան էլ չեմ ուզում, հա ասել։ Ես սիրում եմ Արմենին։ Մանե ջան, իսկ ով է ասում, հեռացի ու մոռացի։
Բա ինչ ես առաջարկում։ Դու կարող ես հանգիստ, ազատ ապրել քո սիրելի տղամարդու հետ։ Հա։ Իսկ հետո։ Հետո կամ դու իրան կատես, կամ ինքը քեզ։ Ու հանգիստ կբաժանվեք իրարից։ Էլ ոչ մի պարտք ու պահանջ չեք ունենա։ Ուշացել ես քո խորհուրդների հարցում, ամ ջան։ Ես արդեն հղի եմ։ Ինչ։ Ես հղի եմ։ Մանե, տեսնես այս աշխարհում քեզնից ավելի հիմար կա, թե մենակ դու ես։ Իմ կյանքի տերը ես եմ, ոչ թե դու։ Մանե, դու գոնե գիտակցում ես ինչա նշանակում երեխա ունենալ։ Այդ նշանակում է, որ դու գերի ես դառնալու։ Քո երեխաներին, քո ամուսնու ծնողներին։ Քեզնից էլ ոչինչ չի մնա։ Իսկ ես այդպես չեմ մտածում։ Եթե դու իմանայիր ինչա նշանակում երեխա ունենալ, դու սենց ապուշ չէիր խոսա։ Կփոշմանես։ Բայց հետո արդեն շատ ուշ կլինի։ Անկախ քո ու Արմենի ծնողների կարծիքից, մենք մեր որոշումը արդեն կայացրել ենք։ Մենք ամուսնանալու ենք ու վերջ։ Մանե, ես զոհել եմ իմ կյանքը հանուն քեզ։ Հանուն քո հորը։ Հանուն Նելի։ Երբեք չեմ արել այն ինչ ուզում եմ։ Իմ ամբողջ կյանքը նվիրել եմ ձեզ։ Ու հիմա երբ կարող եմ մի քիչ շունչ քաշել, նոր խնդիրներ ես հա ստեղծում։ Վերջ։ Հանգիստ թողեք ինձ։ Սրանից հետո ես ուզում եմ ապրել։ Օգնած ես։ Ամբողջ գիշեր չես քնել։ Հանգստացիր, քնիր։ Դու էլ հանգստացի։ Լարված օրեր ես սպասում։ Քան ուրախ եմ, որ դու կաս իմ կյանքում։ Լիլիթ, արթնացի, չես գալիս գնանք դասի։ Չէ, Արսեն, ես չեմ գալիս։ Մորկուր, Լիլիթը չի գալիս, դասի ու թողնում է ինձ մենակ։ Բայց ինչի չես գալիս, հիվանդ ես։ Չէ, ուղղակի հոգնած եմ, գիշերը չեմ քնել։ Դու երևի գիտես, մենք գիշերը հիվանդանոց ենք գնացել։ Հա, գիտեմ։ Դե բայց քանի որ ես էլ եմ շատ հոգնած, ու իմ քունն էլ է շատ տանում, ես չեմ ուզում գնալ դասի։ Չէ, Արսեն, դու շատ արագ գնում ես դասի։ Հա, եթե ես էլ ձեզ հետ հիվանդանոց գայի, հիմա բոլորի նման կմնայի տանը։ Լավ, արդեն երկարացնում ես։ Դու շատ փոքր ես նման բաների համար։ Իհարկե, երբ որ ես ձեզ պետք եմ, ես մեծ եմ, իսկ երբ որ չէ, ես փոքր եմ։ Վերջ, ես էլ ոչ մեկի հետ չեմ խոսում։ Ապրես, դե հիմա վեր կաց ու գնա, Վարդանը արդեն սպասում է քեզ։ Մեկը ես էլ եմ հոգնած ու իմ քունն էլ է տանում։ Ոչինչ, թող Արսենը գնա մենակ, հոգնած, տխուր։ Ջան, այս ինչ է եղել, դասի չես ուզում գնաս, հա։ Շատ հոգնած եմ, Մորքուր։
Բոլորս էլ հոգնել ենք։ Բայց ամենադժվարը Նելիի համար է։ Չի ասի։ Հիվանդանոցում ինքը անգամ մի կաթիլ արցունք չի թափել։ Լիլիթ ջան, ամեն մարդ յուրովի է վերապրում։ Ինքը կարող է շատ տխրի, շատ նեղվի, բայց աչքից մի կաթիլ արցունք չկա։ Բայց նույն պարագայում սիրտը շատ ցավ է։ Ճիշտ է, առանձնապես ես չեմ սիրում Նվարդին, բայց նույնիսկ ես էի հուզվել։ Վերջը Նելիի մայրն է։ Մեկը ես ապշում եմ, ոնց կարելի եմ մահամերձ մոր համար մի կաթիլ արցունք չթափել։ Դե երևի ինքը շոկի մեջ էր, ցնցված էր։ Հողը հուզված էր շատ, բայց խառնված էր։ Չէ, դրանք արդարացումներ չեն։ Ճիշտ է, սկզբից նա շոկի մեջ էր եւ ցնցված, իսկ մինչև առավոտ ախր նա նույն սառը ու անտարբեր հայացքով էր մինչև լույս։ Հավատաց, որ ես տեսել եմ, ես այդտեղ էի։ Ես որ ասում եմ Նելին զուրկ զգացմունքներից, ինձ ոչ մեկ չի հավատում։ Լիլիթ ջան, Նելին կարող է շատ խորը վերապրում այս ամեն ինչը։ Դու չգիտես ինչ է կատարվում իր սրտում։ Չի կարելի դատել բալես։ Մամայի մահանալուց ես անտանելի ցավ եմ զգում։ Ու դա ոչ մի բառով չի կարելի բացատրել։ Ես նրան կարոտում էի ու կարոտում եմ։ Կարոտում եմ մինչև այսօր։ Ամեն օր, ամեն վայրկյան։ Ամեն մարդու համար մայրը ամենաթանկ բանն է կյանքում։ Ու բոլորիս մայրերը մեր հոգու լուսավոր կետն են, մեր հիշողության ամենաթանկ մասը։ Սոյաս քեզ շատ էր սիրում։ Գիտեմ։ Ես էլ եմ նրան շատ սիրում ու սիրում եմ։ Դրա համար ասում եմ, որ Նելին չի սիրում իր մորը։ Ես մի գիշերում դա հասկացա ու տեսա իմ աչքերով։ Հնարավոր չի մորը չսիրել։ Բոլոր մարդիկ իրենց մայրերին սիրում են։ Ուղղակի մարդիկ տարբեր կերպ են վերապրում։ Գիտես, գիշերը ես անգամ վախենում եմ նրան մոտենալ։ Իր հայացքում մի անբացատրելի ինչ-որ բան կար, որը ես չէի կարող հասկանալ։ Ես ուզում էի գայի իրան, գրկեի, օգնեի, ուզում էի, որ ինքը կիսվեր հետս, բայց ես չէի կարողանում։ Ինչ-որ բան ինձ հետ էր քաշում։ Ես գիտեմ դու ինչի չես կարողացել։ Այդ իրա պահվածքը քեզ չի թույլ տվել, որ դու իրան մոտենաս։ Իրա այդ երևի սառը պահվածքը։ Մի մեղադրի քեզ։ Միգուցե չգիտեմ։ Իսկ ես գիտեմ։ Հիմա պարկի քնի, հանգստանաս ամեն ինչ կանցնի։
Բարի լույս, Նելի ջան, իմացա ամորդ հետ տեղի ունեցած դեպքի մասին, շատ եմ ցավում։ Լավ, ազնիվ, թող հիմա մի մաքրի, հետո կմաքրես, ես ուղղակի ուզում եմ մենակ մնալ։ Ալո, բարև Սոնա ջան։ Ինչ։ Երբ։ Ոնց։ Ինչ է եղել Գայանե։ Ով էր։ Նվարդը ավտովթարի է ենթարկվել։ Հաստատ։ Հա, ասաց, որ հեռուստատեսությամբ են հաղորդել։ Հաստատ է։ Զանգեմ Արմենին տեսնեմ ինչ է պատահել։ Ինչի՞ չես քնում մի քիչ հանգստանաս։ Չեմ կարող քնել։ Մաման մտքիցս դուրս չի գալիս։ Հասկանում եմ։ Ալո։ Ալո Արմեն։ Ճիշտ ենք լսել Նվարդի հետ պատահածի մասին։ Մի քանի րոպե առաջ իմացանք, հիմա որտեղ է, բժիշկները ինչ են ասում։ Վերակենդանացման բաժանմունքում է։ Վիրահատությունը լավ է անցել, բայց այդ վիրահատական վիճակը արկայուն է։ Լավ, հիմա որ հիվանդանոցում եք, ես հիմա կգամ։ Մենք հիմա տանն ենք։ Մանեն ոնց է։ Ոնց պետք է լինի մամ։ Մանեի հանդեպ ուշադիր եղի, հա։ Հասկանում եմ, կողքից են կողմ չեմ էլ գնում։ Ես հենց հիմա գալիս եմ տղես։ Գնա, Շուշանաս։ Գնա։ Լավ էլի Վիգեն, մարդկանց այդ դժբախտությունն է պատահել, իսկ դու Մաման էր։ Հիմա պապատ էլ կիմանա։ Բնականաբար, գիտի էլ։ Երևի լավ ուրախացել։ Մանա ինչ ես խոսում։ Հիմա մտածում եմ ինչ լավ կլիներ, որ Նվարդի հետ մի վատ բան լիներ։ Վերջ դուր, հերիքա։ Ինչ եղել է, պապան այդքան չի կարա դաժան լինի ու նման անհետեցություն մտածի։ Ես համոզված եմ, որ մաման այդ դեպքից առաջ պապայիդ մոտ է եղել։ Ու հնարավոր է, որ նաև ինքնասպանության փորձ է արել։ Ու այդ ամեն ինչը քո պապայի պատճառով։ Մեր ամուսնության պատճառով Արմեն։ Մանա հերիքա, մենք ամուսնացել ենք ու վերջ։ Մենք ամուսնացել ենք, որովհետև սիրում ենք իրար։ Պապան համաձայն է, թե համաձայն չի, այդ կարևոր չի։ Հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չի։ Ես քեզ սիրում եմ, ու դա կարևորը։ Լավ կլինի մի անհանգստացի։ Շատ տխուր ես։ Մամատ որ քեզ sense դներ, հաստատ չի տխուր։ Այդքան մի մտածի մամատ ուժեղ կինա ու դուրս կգա այդ վիճակից։ Մեր վերջին խոսակցության ժամանակ ես նրան ասացի, որ ատում եմ նրան։ Դու մեղավոր չես։ Մենք շատ շուշուտ ենք ասում բաներ առանց մտածելու։
ու առանց իմանալու թե ինչ է լինելու վաղը։ Եթե տես չլներ կյանքը լրիվ ուրիշ ձև կդասավորվեր։ Մենք է խոսալուց առաջ կմտածենք։ Խոսքերը նման են ժամանակին։ Մենք ասում ենք, դրանք թրջում են ավերադարձ և զղջալու համար շատ ուշ է լինում։ Բայց եթե նստես ու քեզ մեղադրես, դրանից բանդուց չի գա։ Հավաքի քեզ ու օգնի մոմ այդ, որ շուտ ոտի կանգնի։ Մենք բոլորս կօգնենք, որ ինքը շուտ ոտի կանգնի։ Չգիտեմ, եթե նրա հետ ինչ-որ բան լինի, ես չգիտեմ ինչ խղճով եմ ապրելու։ Մամոտ կլավան է։ Դու իմ հողակի շոկի մեջ ես։ Մենք սաղաս ենք շոկի մեջ, որովհետև ոչ մեկ նման բան չէր սպասում։ Ես քեզ պատմել եմ, որ հիշում եմ ծնողներիս մահանալը։ Քեզ շատ լավ հասկանում եմ, բայց հիմա քեզ պիտի հավաքես։ Ես վստահ եմ, մամատ կլավանա, կնստեք, իրար հետ կխոսանք ու կհասկանաք իրար։ Ինչ ես տեսնայում։ Նելին իրեն վատ էր զգում ու մտածում է ինքն է մեղավոր։ Տեսել։ Տենց էլ պետք է լիներ։ Ես դա գիտեի։ Maman ուզում էր քեզնից փող խնդրել, բայց ես թույլ չտվեցի, ու մենք վիճեցինք։ Ես համոզված եմ, որ ես ավտովթարը maman դիտմամբ է կազմակերպել։ Ես նրան ասեցի, որ ատում եմ նրան։ Դու հասկանում ես, թե ինչ ես խոսում։ Չկա մի լավ օր։ Մի լավ հիշողություն, որ ես նրան կարոտով հիշեմ։ Երեկվանից մտածում եմ, փորձում եմ գտնել, բայց չկա։ Սարսափելի է, երբ մարդու հանդեպ մենակ զայրույթ է զգում։ Առավել ևս հարազատ մոր հանդեպ։ Նա հենց սա էր ուզում։ Ուզում էր, որ ես տառապեմ, տանջվեմ։ Չկարողանամ հանգիստ խղճով ապրել։ Վերջնո։ Իմ եղադրի ոչ քեզ ոչ մամուտ։ Դա ինքնասպանություն չէ։ Այլ պարզապես դժբախտ պատահար։ Ես հիմա գնում եմ հիվանդանոց։ Սպասի։ Միասին կգնանք։
Ես պետք է գնամ Ամալիա։ Հասկանում ես հնարավոր է որ սա վերջին անգամ է որ ես տեսնում եմ Նվարդին։ Ես վստահ եմ Նվարդը կլավանա։ Ամել նա շուտ մեռնողներից չի։ Ես չեմ հասկանում, քո ինչին է պետք էս լարված պահին հանդիպել Նվարդի աղջիկներին, հա։ Իհարկե պետք չի։ Տես ինչ ենք անում։ Դու այստեղ հանգիստ սպասում ես։ Ես բարձրանում եմ վերև, տեսնում եմ ինչ իրավիճակ է։ Տեսնում եմ Նվարդը ոնց է, ու գալիս քեզ ամեն ինչ պատմում եմ։ Հմ։ Ամելա, դու ինձ խոստացել ես, որ կօգնես ես նրան տեսնեմ։ Այ։ Լավ։ Հիմա կբարձրանամ վերև, կտեսնեմ, եթե այնտեղ աղջիկներից ոչ ոք չկա, կզանգեմ, շուտ կբարձրանաս, լավ։ Լավ։ Կբարձրանաս ու կտեսնես քո սիրելի Նվարդին։ Սպասում եմ։ Գնացի։ Ալո։ Բարև ձեզ։ Նելի դուք եք։ Այո, ես եմ։ Նելի, ես հենց նոր իմացա Նվարդի հետ պատահածի մասին։ Ինչպես է նա հիմա։ Հա, պարոն Տոնոյան, դե դեռ լավ չի։ Վերակենդանացման բաժնում է։ Ցավում եմ։ Էն էլ հիմա մենք արդեն կարգավորել ենք բոլոր հարցերը։ Չհասկացա, ինչ հարցեր։ Ես կարծում եմ, որ դուք գիտեք։ Նվարդը փակել էր իր պարտքերը, վաճառելով տունը։ Չի կարող պատահել։ Մաման տունը վաճառել է։ Ինչի դուք տեղյակ չեք։ Վիգենն է գնել տունը։ Ո՞վ։ Ուրեմն նա ձեզ տեղյակ չի բերել։ Ամեն դեպքում նման իրավիճակում ես հարկեմ համարում ձեզ տեղեկացնել, որ տիկին Նվարդը տունն անվանակոչել է Վիգենի անունով, պարտքի դիմաց։ Անօրինական ոչինչ չի արվել։ Ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում։ Լավ։ Չէր կարող նման բան լինել։ Մաման անելանելի վիճակում է երևի եղել։ Հիմա ինչ է եղել։ Մաման տունը վաճառել է Վիգենին։ Գիլ կարող է հեռախոսս տեսել ես։ Ոչ։ Իսկ ինչի պապայի ու Նելի հետ չգնացիր հիվանդանոց։ Դե հոգնեցի, սաղգիշեր ընդեղ էի, ասի գա մի քիչ հանգստանամ։ Բայց ո՞նց կարողացար Նելին մենակ թողնել։ Բա որ ինքը իրան ված կա ու պետք լինի իրան օգնել։ Բա դու իրա կողքին չես։ Իրանով է օգնելու։ Քեզ ինչ եղավ։ Դու ես վատացել։ Թե բան ես ուզում ասես, ուղիղ ասա հասկանամ։ Հա, ուզում եմ ասել, որ դու ես դարձել Նելիի դաշնակիցը։ Անկամ մորված լինելն է օգտագործում, որ այս տան տղամարդկանց քաշի իրա կողմ։ Քեզ, պապային, Արսենին։ Հələ մոտիկ արի դու ոնց որ տակուցում ես, Նվարդը, բայց ոնց որ վարակիչ չէր այ։ Ձերներդ քաշի։ Ես ասում եմ, այն ինչ տեսնում եմ։ Իսկ դուք չեք հասկանում։ Ինքը ամեն ինչ կանի, որ քեզ քաշի իրա կողմ։ Դու հիմարի նման հավատում ես իր հեքիաթներին։ Հիվանդանոցում մոր համար մի կաթիլ արցունք չի թափել։ Իսկ հենց դու հայտնվեցիր, ինքը սրտացավ աղջիկ դառավ։ Դες ինչ եմ ասում, լրիվ գժվել ես։ Դու պարտավոր ես իր հանդեպ հարգանք ունենաս, լսում ես։ Գնամ սենյակից։ Չափերը ճանաչի սահմանները տանցնում ես արդեն։ Իսկ քո Նելի հետ մի խառնի, ես իմ չափերը շատ լավ գիտեմ։ Ինչ է կատարվում այստեղ։ Ինչ է կատարվում, ձեր ձայները խոհանոցում են լսվում։ Չեք հասկանում իրար։ Լսի, դու լրիվ գժվել ես, դառել ես լրիվ հոգեկան հիվանդ, քեզ թվում է սաղ աշխարհը քո կողը պետք է ֆռա։ Ասեցի գնամ սենյակից քո Նելի մոտ գնա։ Կամ գտ այդպես պատի։ Եմ տղա, սուս մնա։ Սուս մնա։
Գնա հենց հիմա իմ սենյակից։ Ինչ ես անում։ Տեսար իմ սարք էստեղ գլխիս հետի։ Ուճուր զզվելի լակոտ, այստեղ ներստացել եկա նստեցի կողքը։ Իրան վատ էր զգում, ասի նստեմ, մի քիչ հանգստացնեմ։ Եկավ ես իմ սարքեց գլխիս։ Քեզ բան։ Իրա կարճ խելքով ուզում ամոզի, որ ներին իր կողմնա քաշե։ Լիլիթ ուղակի մեծացել է, նա էլ երեխա չի։ Նարեկ դու շատ լավ գիտես, որ որոշ հարցերում ինքը շատ հիվանդագին է ամեն ինչին նայում։ Ես ինչ մեղավոր եմ։ Դու նրանով ես մեղավոր, որ չես նկատում նրան։ Ու ես իր ագրեսիվ դրսևորումները հենց դրա արդյունքն են։ Ինքը ինքնամփոփ աղջիկ է, իր մեջ փակված, երբեմն չի կարողանում լեզու գտնել շրջապատի հետ։ Ինքը նոր է փորձում հասկանալ, թե ինչ է սիրահարվել, ինչ է տանջվել, ինչ է խանդել։ Ինքը ոչ մի բան չի ուզում հասկանալ, ինքը ոչ մեկը չի ուզում ճանաչի բացի իրանից։ Դու էլ ես քեզ հիմա երեխայի պես պահում։ Փոխանակ փորձես հասկանաս նրան։ Ինչ կլինի, որ հասկանաս Լիլիթին։ Ինչը հասկանամ։ Գիտես, Լիլիթը ես նրա հետ, բայց ես կարծում եմ, որ միգուցե դե լավ։ Ինչ։ Շատ հնարավոր է, որ ինքը հենց քեզ է սիրահարվել։ Թե դու կատակ ես տալու, ոնց կրենք ինձ սիրահարվել։ Ոնց կան ինքը ընդհանրապես սիրահարվի։ Բոլորն էլ կարող են սիրահարվել։ Մեկը մի քիչ շուտ, մեկն էլ մի քիչ ուշ։ Փորձիր հասկանալ իրան։ Չեմ հավատում։ Ոնց կարա տես բան։ Դու Լիլիթի մեջ երեխա ես տեսնում ու իրան վերաբերվում ես երեխայի նման, ինքը չի ուզում, որ դու իրան երեխայի նման վերաբերվես։ Փորձի իր մեջ աղջիկ տեսնես, մեծ հասուն աղջիկ։ Այդ դժվար չի։ Նարեկ, Զոյայի մահից հետո ես եմ Լիլիթին մեծացրել ու ես իրան շատ եմ սիրում։ Չցավացնես իրան։ Փորձիր հասկանալ։ Չէ դու կատակ ես անում ձեզ ասում եք։ Հասկացի Լիլիթին, խնդրում եմ։ Այստեղ նրանցից ոչ ոք չկա, բայց Նվարդը վերակենդանացման բաժանմունքում է։ Մոտը մարդ չեն թողնում, ոնց ես մտնելու։ Մի բան կմտածենք։ Ձեր ամուսինը շատ դաժան վարվեց մեզ հետ։ Ես չէի սպասում։ Չգիտեմ ինչ ասեմ աղջիկս։ Ոչինչ պետք չի ասել։ Ինձ հիմա մամայիս առողջությունն է հետաքրքրում։ Ուրիշ ոչինչ պետք չի ինձ։ Հասկանում եմ։ Մամայիդ առողջություն եմ ցանկանում, քեզ էլ համբերություն, հավատա Աստված մեծ ամեն ինչ լավ կլինի։ Գիտեմ դժվար է, բայց հավատնա, որ անհնարինը դարձնում է հնարավոր։ Լավ Արմեն ջան, նորություններ լինի կզանգես։ Մանայի հանդեպ էլ ուշադիր եղի։ Կբարևեք ձեր ամուսնուն ու կփոխանցեք, որ եթե մամայիս հետ մի բան պատահի, ես դա երբեք նրան չեմ ների։
Ոչ միայն չեմ ների, այլև իմ ու Արմենի ամուսնությունը կավարտվի։ Ես սա ասում եմ ամենայն լրջությամբ։ Մանե մի շարունակի, հետո կխոսենք։ Ես քեզ կճանապարհեմ, մամ։ Հաջողություն ձեզ։ Չէ, դուք դա դիտմամբ եք արել։ Ես ես կզանգեմ։ Լավ, այստեղ դրա տեղը չի, հետո։ Ես կխոսեմ Վիգենի հետ։ Նոլի։ Ինչո՞վ։ Ինչ ես անում այստեղ։ Եկել եմ Նվարդին տեսնել։ Կբացատրես ով է այս մարդը։ Դուրս արի այստեղից։ Գնա այստեղից, ասում եմ, հենց հիմա դուրս արի այստեղից։ Գնա։ Ես հասկանում գնա այստեղից։ Գնացինք շուտ։ Գնա։ Կասես ինձ ով էր այս մարդը։ Էլի։ Մորս երեկանը։ Նրա պատճառով հայրս մահացել։ Նրա ու մորս պատճառով։ Հասկանում ես, թե ինչ եմ մորս ատում։ Ես նրա հանդեպ ոչ մի բան չեմ զգում։ Ավելի լավ կլիներ, որ մեռներ։ Չէ, ես նրան չեմ խղճում։ Ամեն դեպքում պետք չի չարանալ։ Մենք չենք ընտրում մեր ծնողներին։ Ես Նելիին չեմ խղճում։ Ու իզուր էլ գիշերը գնացի հիվանդանոց։ Մտածի մենատ այն ամենի մասին, ինչը որ քեզ վերաբերում է։ Ճաշից հետո արի մի տեղ գնանք, հա։ Չէ, տանը շատ տխուր է։ Հանե, ասեցի քո գործը ավարտվել է, տուն գնա։ Անը ինչ ես անում, մի արա։ Ուզում եք դիտել շարունակությունը 3w.shantv.com